Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանի վրա Իսրայելի հարձակումը հարցականի տակ է դնում տարածաշրջանի փխրուն կայունությունը, Գլոբսեկ 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Փաշինյանը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կմեկնի Թուրքիա հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ազատության հարցին ի պատասխան չի հերքել լուրը, երբ եւ ինչ օրակարգով կլինի հանդիպումը պաշտոնյան չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել տարածաշրջանում կայունություն ապահովելու եւ խաղաղության օրակարգը առաջ մղելու ուղղությամբ։ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է Ադրբեջանի հետ։ Գրիգորյանը հայտնել է, որ Բաքվի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ, ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է երկխոսությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Զինծառայության վերաբերյալ իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ Նախագծին կողմեր 5 դեմ 4 падգամավոր։ Հանձնաժողովի նախագահ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց։ Օրինագծով առաջարկվում է 18-ից 32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ ծառայել 4 ամիս եւ վճարել 18 միլիոն դրամ։ Բացի այդ, առաջարկվում է Արական սեռի քաղաքացիների Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում տուրք սահմանել 15 միլիոն դրամի չափով։ Լոս Անջելեսում ցույցերը շարունակվում են, ցուցարարները սկսել են թալանել խանութները, կիրառել արցունքաբեր գազ, բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, քաղաք է բերվում 700 ծովային հետևակային, իսկ ազգային գվարդիայից ներգրավել է եւս 2000 սպա։ Ենիսեի գետում նավը վնասվել է, որի արդյունքում գետ է արտահոսել շուրջ 15-ից 30 տոննա դիզելային վառելիք։ Բրազիլիայում 9-ամյա տղան դարձել է համացանցի աստղ, նա դպրոց է գնում խոզի վրա նստած։ Նա արդեն 1.2 միլիոն հետևորդ ունի Ինստագրամում։ Խոզով դպրոց գնալու տեսանյութերը վիրուսային են դարձել։ Տղան շատ է ուզում լավ կրթություն ստանալ եւ իր հայտնիության շնորհիվ օգնում է աղքատ ընտանիքի։ Նախատեսվում է, որ Գառն ու տաճարը քարերի սիմֆոնիան եւ Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 29 տարվա ընդմիջումից հետո, ըստ ԿԳՄՍ նախարարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան են ընդգրկել։ Երկու հայտ ունենք ներկայացված Գառնին ու քարերի սիմֆոնիան է, որպես մեկ առանձին հայտ եւ Երևանի ուրարտական ժառանգությունը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրում ապօրինի ձեռնարկատիրություն եւ հողի փչացման դեպքով 2024-ի օգոստոսի 7-ին հարուցվել է քրեական գործ։ Ընկերությունը ձկնաբուծարան կառուցելու պատրվակով ապօրինի ավազակոպճային խառնուրդ է արդյունահանել եւ վաճառել պետությանը, պատճառելով ավելի քան 52 միլիոն դրամի վնաս, որը լիովին վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կորոնավիրուսի նոր նիմբուս շտամը, որը ծագել է օմիկրոնից, կարող է առաջացնել վարակման դեպքերի աճ արդեն այս ամռանը, առաջիկա շաբաթների ընթացքում։ Նիմբուսը արդեն տարածվել է Չինաստանում եւ Սինգապուրում, քովիդով վարակվածների մակարդակը 97%-ով ավելի բարձր է, քան մարտին։ Դեպքերի աճին կարող են նպաստել տաք եւ խոնավ եղանակը, ինչպես նաեւ մարդկանց զերծ շփումները։ Հայտարարագիր չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ազատազրկումը միայն պաշտոնյաներին է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում հորդորել էր վերջնական պատասխան ակնկալել համապատասխան մարմիններից։ Հանրապետությունում հարկ ՀՆԱ ցուցանիշի նվազում կա, պատճառը ներմուծման ծավալների անկումն ու տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է։ Ստվերի նվազման միտում չի նկատվել։ 24 թվականին մոտ 392 միլիարդ վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեջ մեծ մասը, նախ 81%-ով աճ, 29.3 միլիարդով աճ ունենք, մեծ մասը իհարկե այստեղ խոսքը հիպոթեկի տոկոսագնումների դիմաց եկամտային հարկի վերադարձի մասին է, որը աճել է 32%-ով կամ 16.6 միլիարդ դրամով։ Նախորդ տարի Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15%-ով պակաս հարկեր եւ տուրքեր, քան 2023-ին։ Ընդհանուր առմամբ 2024-ին հարկերի եւ տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրիլիոն 391 միլիարդ դրամ։ Նախորդ տարին է ամփոփում նաեւ էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանի ղեկավարած կառույցի ծախսերը 2024-ին կազմել են 72.4 միլիարդ դրամ։ Միջոցների իրացումը կազմել է
96.4%։ Ընդհանուր առմամբ գերատեսչությանը հատկացվել է մոտ 90 միլիարդ դրամ, որն ուղղվել է մի շարք ծրագրերի իրականացմանը։ Արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, սա այն է, որ մենք աջակցում ենք մեր տնտեսվարողներին, դրսի էքսպոներին իրենք մասնակցեն, ծախսել ենք 557 միլիոն դրամ եւ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության նախագծած միջոցառումների շրջանակում կազմակերպվել եւ իրականացվել է արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի եւ հասարակական կարծիքի ձևավորման 3 միջոցառում, ապահովել է մասնակցություն եւ կազմակերպվել է 10 գործարար համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաեւ համանման միջոցառումներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում եւ Հայաստանում իրականացվել է 14 ցուցահանդես, սրանց մեծ մասը օտարերկրյա պետություններում են իրականացվել։ Սկզբնական շրջանում այդ ծրագրերը ներառել են 68 միջոցառում, սակայն էկոնոմիկայի նախարարությունը կարողացել է իրականացնել միայն 10 ծրագիր 63 միջոցառումով։ Այսպես հիմա հարյուրավոր քննարկումներ ու բողոքներ ահազանգեր կան Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ճանապարհը բռնած Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դիմումները զանգվածաբար մերժում են նույն եվրոպական դեսպանատներում։ Ի դեպ, մեկնաբանության համար դիմեցինք նաև Հունաստանի դեսպանություն, սակայն հարցերը գրավոր պահանջեցին։ Վիզաների հարցը խորհրդարան է հասել։ Իշխանական падգամավորը արտգործնախարարներին հիշեցրեց նախորդ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել էին, թե սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ են լինելու ազատ վիզայի հարցը առաջ բերելու համար։ 9 ամիս ինչու եք ուրիշ իրականությունում ապրում։ Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկր գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով։ Տուրիստական ընկերության ղեկավարի կարծիքով, երբ որևէ մեկին մերժում են վիզա տալ, առաջին հերթին պետությանն են անվստահություն հայտնում, հետո միայն քաղաքացուն։ Այսինքն այդ երաշխավորը պետք է լինի պետությունը։ Պետությունը ինքը չի խոսում, երաշխավոր չի լինում, որ իր քաղաքացին չի գնա ու հետ չի վերադառնա, դեսպանատունը լրիվ ունի այդ լիազորությունները մերժելու եւ իր երկիրը հավելյալ փախստականներով չծանրաբեռնելու։ Ակնանը պետք է բանակցի բոլոր դեսպանատների հետ, ասի, որ իր երկրում ինչ աշխատանք են տանում արտագաղթը կանխելու համար։ Այնուամենայնիվ, երբ եվրոպական ազատ վիզա կունենանք, այս հարցի պատասխանը շարունակում է հեռուներում մնալ մշուշոտ պատասխաններով։ Եվրոպան խուսափում է հստակ ժամկետներ նշել, իսկ սովորաբար այս գործընթացը մինչև 6 տարի է տևում։ Մեր դեպքում հավանաբար ավելի շուտ կլինի։ Էներգետիկ ոլորտի մասնագետների ծիծաղն է գալիս, երբ խոսքը գնում է տարածաշրջանում տնտեսական եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին ու դրան զուգահեռ Ադրբեջանն իր մի քանի հոգանոց հասարակական կազմակերպություններով բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ Հայաստանի մեծամորի ատոմակայանի։ Մի պարզ պատճառով է Ադրբեջանը իր հասարակական կազմակերպություններին ու այսպես կոչված բնապահպաններին ոտքի հանել ընդդեմ Հայաստանի խոշոր էներգետիկ կառույցի։ Այդ երկիրը եւս նախատեսում է իր տարածքում կառուցել ատոմակայան, իսկ Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանի ատոմակայանն իրենց համար կարող է խոչընդոտ դառնալ։ Հետազոտական ռեակտոր է ուզում տնի իրեն ատոմակայանի։ Երբ որ մենք մագազին ենք գնում բան, դասում ենք այդ մասին։ Հետազոտական դա նշանակում է միջուկային հետազոտությունների անելու կատարելու համար հետազոտական ռեակտոր է, իսլեվսկի ռեակտոր։ Այրանք ուզում են այդպիսի բան դնել։ Բայց նոր դե կարող է կուլիսների հետևում մեր վիսային ընկերներին կամ մեկ ուրիշի տեղ իրենք դերակատարներ են տանում։ Դա փակ է, մենք տեղյակ չենք։ Թուրքիան եւս թեժացրել է հայկական ատոմակայանը փակելու թեման, որպեսզի նոր էներգաբլոկ չկառուցվի։ Թուրքիայի էներգետիկ դոկտրինում գրված է, որ մինչև 2030 թվականը Թուրքիան նախատեսում է զարգացնել էլեկտրաէներգիայի արտահանումն արտաքին շուկաներ, այսինքն նաեւ հարավային Կովկասի երկրներից Հայաստան։ Ըստ փորձագետների, այդ դոկտրինի նպատակն է Հայաստանը դարձնել էներգետիկ առումով Թուրքիայից կախված մի երկիր, որն էներգիա արտահանելու փոխարեն կդառնա էներգիան ներմուծող երկիր։
Հայկական ատոմակայանի դեմ արշավները սկսվել են դեռևս 1995 թվականից։ Այդ ժամանակվանից Թուրքիան եւ Ադրբեջանը ջանքեր չեն խնայում հայկական խաղաղ ատոմի զարգացումը խոչընդոտելու համար։ Հունիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիան եւ հայկական ատոմակայանը փակելու կոչն ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական շահերի համատեքստում։ Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թվական։ Ռուսները հիմա շատ ակտիվ մասնակցում են նաև այս շահագործման ժամկետի երկրորդ անգամ երկարացման։ Մի հատ 10 տարի երկարացնել, 10 տարի պետք է երկարացնել, 26-ից 36։ Հայկական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաները եւս այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան։ Այցելուներին ներկայացվել է հայեկում վերջին շրջանում շահագործման հանձնված 3.4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքը, որը նախատեսված է ապահովելու շահագործման անվտանգության բարձրացումը Եվրամիության նախորդ նվիրատվության հիման վրա։ Տրենաժոր հարցրեցին, բանամասշտաբ տրենաժոր, որը դա մեծ քայլ է դեպի անվտանգություն։ Դա մեծամասշտաբ վարժասարք է, որ արդեն 6-7 տարի մշակում ենք ամերիկացիների հետ։ Հայկական ԱԵԿ-ը գտնվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ եւ բազմիցս ենթարկվել է կանոնավոր ստուգումների, մասնագիտացված սթրես տեստերի։ Ռաֆայել Գրոսին 2023-ին Հայաստան այցի ժամանակ հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։